միաժամանակ ես շատ լուրջ գաղափար ունեմ կյանքում, որ երբևէ մի անգամ ուզում եմ քննություն կատարվեմ։ Հայաստանից մինչև ամերիկյան ռեզիդենսի քո սերտիֆիկատ ստանալու պատմությունը։ Իրականում մինչև սերտիֆիկատ ստանալու փուլը ամեն ինչ շատ սահուն գնում էր, բայց սերտիֆիկատից առաջ ես պիտի հանձնեի պարտադիր մի լեզվի քննություն, որը համարվում է շատ տենց իմիջիայլոց թեթև քննություն, ու ես իրան այդպես էլ վերաբերվում էի, ու միաժամանակ ես շատ լուրջ գաղափար ունեմ կյանքում, որ երբևէ մի անգամ ուզում եմ քննություն կատարվեմ, որ այդ փորձառությունը եւս ունենամ ու դադարեմ վախենալ այդ մտքից, որ ես կարամ կտրվեմ, որտեղ պատկերացնում եք երևի, որ կյանքում նման փորձառություն չէի ունեցել, տիպիկ գերազանցիկ երեխեքի նման ամեն ինչ լավ ստանալով գնացել էի առաջի անգամից եւ այլն, բայց ոնց որ ես տենց շատ ուզեցի, որ ինչ-որ մի քննություն կտրվեմ ու OET-ին տարբեր ձևերով, այսինքն թե ականջակալ չաշխատել ու կրկնակի քննության մտնել դրա պատճառով, թե քննության օր բուք անել գնալ Վեգաս ու վախողել այդ քննությունը, թե չպարապել մտնել։ Ես շատ փորձառություններ ունեցա ու ասում եմ, ես իմ սերտիֆիկատը ստացել եմ ուղղակի բոլոր հարցազրույցներս ավարտելուց հետո եւ ոչ միայն փորձառություն ունեցա վերջապես քննություն կտրվել, այլև փորձառություն ունեցա առանց սերտիֆիկատի մտնել բոլոր հարցազրույցներին ու դա իրոք շատ challenging է, երբ որ դու ամեն օր մտնում ես հարցազրույցների եւ փորձում ես ցույց տալ քո լավագույնը, միաժամանակ հասկանում ես, որ միգուցե դու երբեք էլ չկարաս մտնես ամերիկյան ռեզիդենսի, որտեղ ուղղակի չունես դրա համար համապատասխան փաստաթուղթ, որի համար ուղղակի պետքա մի հատ թեթև լեզվի քննություն հանձնել։ Մի խոսքով իմ սերտիֆիկատի պատմությունը շատ հետաքրքիր է։ Ես դրա մասին կարամ հնդկական սերիալ նկարեմ, բայց պետք չի։